Պետության իշխանական աթոռները զբաղեցնող անձիկ ընտրել են մի ուղի, որը հակաեկեղեցական եւ հակազգային է։ Իրենք իրենց օրակարգում ինչ ուզում են մտցնեն, բայց եկեղեցու բարեփոխումը իրենց չի հաջողվելու, որովհետեւ իրենց պատկերացումները չի համապատասխանում ոչ սահմանադրորեն, ուրեմն գծագրված օրենսգրքին, ոչ եկեղեցական կանոնագրքին եւ ոչ էլ ուրեմն բոլոր տեսակ բարոյական նորմերին։ Ուստի իրենց ունեցած եւ իրենց ընտրած ուղին այս առումով ապազգային է, ազգը մասնատելուն է միտված եւ բնականաբար պիտի չհաջողեն, որովհետեւ նաեւ ինչ որտեղ աստվածամարդ են իրենք այս պարագային դառնում, որովհետեւ Աստծո եկեղեցին իրենք ովքեր են, որ կարողանան Աստծո եկեղեցին բարեփոխել կամ որևէ բան ավելացնել կամ պակասեցնել։ Իրենք ընդհանրապես որպես լավագույն դեպքում, եթե իրենք իհարկե այդ ուղու վրա են, այդպես մտածում են իրենց անձերի մասին, հայ ժողովրդի կամ հայ պետության, հայ եկեղեցու մասով խոնարհության, հեզության ճանապարհը պիտի ընտրեն, գալու, կանգնելու ապաշխարության ճանապարհը պիտի ընտրեն, որը որ իհարկե ոչ մեկս չենք տեսնում, այլ հակառակը իրենց ըմբոստությունն ու հպարտությունը տանում է կործանման եւ ոչ միայն իրենց, նաեւ իրենց հետևից տանում է շատ ցավոք սրտի շատ հայրենիների, որոնք կուրորեն հետևելով, ոմանք իրենց շահի հետևից գնալով հետևում են այս անձանց եւ դառնում են չարի, ուրեմն ճիրաների բաժին։ Իրապես նախընտրական ծրագիրը եւ եկեղեցու բարեփոխումները սրանք հակառակ բևեռներ են եւ ընդհանրապես իմաստային որևէ աղերս չունեն։ Բայց քանի որ գիտեք, սրանից առաջ եղած իրենց արշավները եկեղեցու դեմ նաեւ այս առումով են մտցրել իրենց ծրագրի մեջ, որպեսզի ցույց տան իրենց դիմագիծը, իրենց հակահայ գործունեությունը եւ հակաեկեղեցական գործունեությունը։ Սա է։ Մի կողմից լավ է, թող ցույց տան իրենց դիմագիծը, ովքեր են եւ վստահ եմ ես իմ հայ ժողովրդի գիտակցության եւ մտածողության վրա եւ եկեղեցասիրության վրա, որ չեն գնալու այդ ուղով, չեն ընտրելու այդ անձանց, հստակ է, եւ իրենք սիրում են իրենց մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը սիրում է իր հողը, իր եկեղեցին եւ պատրաստ է եղել դարերը ցույց են տվել, պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը իր դիմագծով, իր կերտվածքով սիրում է իր հողը, սիրում է իր սուրբ եկեղեցին եւ պատրաստ է պաշտպանելու եւ մայրաթոռը եւ մայր տաճարը եւ գնալու է միմիայն Քրիստոսի հետևից։